վրա նկարվածը մոնտաժվեր եւ դառնար լուր։ Դա ամենաբարձր մակարդակն էր համարվում։ Բարի երեկո։ Առաջիկա օրերին Հանրապետությունում սպասվում է իրադարձություն, որի կարևորության մասին բազմիցս խոսվել է։ Արտերկրում եւ մայր հայրենիքում ճանաչված անուն է սփյուռքահայ նկարիչ Լևոն Ժամբոչյանը։ Նա հայրենիք Երկրի ու աշխարհի անցուդարձին հետևելու գլխավոր ժամը 20:00 էր։ Եթերում լրաբեր լրատվական հաղորդման գլխավոր թողարկում։ Սկսվել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների նախընտրական արշավը երկրի ղեկավարի պարտականությունները ստանձնելու համար։ Բարև ձեզ, առաջին ալիքի եթեր է։ Այսօր աշխարհի հայությունը ոգեկոչում է 15 թվականի։ Լուրերի ժամն է, բարի օր։ Հարավային Օսիայի մայրաքաղաք շաբաթօրյա լուսաբացը դիմավորել է ավերակների մեջ։ Բարի երեկո, առաջին ալիքի եթերում Հայլուրի հիմնական թողարկումն է, օրվա թեմաների մասին նախամարոտ։ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը մնացել է 21-ական գործիչ Անդրանիկ Մարգարյանը 4 տարի է մեզ հետ չէ։ Նախ մեկ պաշտոնական լուր, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Բարի երեկո, օրվա տեղեկատվությամբ դուք դիտում եք առաջին լրատվականի գլխավոր թողարկումը։ Առաջին լրատվական շարունակում է աշխատանք հանրային ուղիղ եթերում, բարի կես գիշեր։ Հայաստանը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Արցախի անվտանգության
դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկում բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Բարեկամաբար տնտեսական նոր թռիչքի վստահությամբ նախատեսված հեղուկը վաճառվել է որպես սպիրտային խմիչք։ Եվ այսպես Ղարաբաղյան բացառապես խաղաղ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ապրիլի 26-ի լրահոսն է ամփոփում օրակարգ լրատվականը։ Բարի երեկո, ահա թե ինչ ենք պատմելու այս թողարկմանը։ Հայաստանը խորհրդարանական ընտրություններով լուրջ քայլ կատարել։ Բարի երեկո տիկնայք և պարոնայք, շաբաթվա լրատվական օրակարգից ամենակարևորն ու հետաքրքիրը։ Մի ամբողջ շաբաթ տեսանք, լսեցինք, խոսեցինք ամենամիջազգային ամբիոնից Հայաստանն Ադրբեջան Բարի երեկո տիկնայք և պարոնայք, լրատվական օրակարգ Բարի երեկո, եթերում հանրայինի լուրերի հիմնական թողարկումն է, ժամի գլխավոր նորությունների մասին կպատմենք նախ համառոտ։ Զոհ և վիրավոր Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում պայթել է թռանքին պատանու վերադարձը կազմակերպելու համար։ Երևանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական Բարի երեկո, առաջին ալիքի ուղիղ եթերում լուրերի թողարկումն է, ես Տաթև Դանիելյանն եմ։ Ազգային ժողովը սկսել է քննարկել Հրայր Թովմասյանի որպես սահմանադրական դատ։ Դուք միացել եք առաջինի լուրերին, ես Արտյոմ Կարապետյանն եմ, բարև ձեզ։ Պաշտոնական այցով Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի պետ։ Բարի երեկո, ուղիղ եթերում կիրակ նորալուրերն է, ես Տաթև Դանիելյանն եմ։ Թողարկման թեմաները նախ համառոտ։ Հայաստան-Թուրքիա երկխոսության առաջին ռաունդը կյանքը իմաստ չունի։ Զինվոր կորցրած ու նոր կյանքեր պարգևած մայրիկներն ու հայրիկները։ Մինչև թողարկման հիմնական թեմաներին անցնել այսօր առավոտյան Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահարնով Առաջինի լրատվական թիմն ուղիղ եթերում սկսում է աշխատանքը, ես Աստղիկ Ղազարյանն եմ, բարև ձեզ։ Ազգային ժողովի նախագահ
Կիրակնորյա լուրերի թողարկումն է առաջինի ուղիղ եթերում, ես Վոլոդիա Մուշեղյանն եմ, բարի երեկո։ Հայաստանի Առաքելական Սուրբ Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահարերնով ամփոփելու ժամն է։ Պարույր Հայրիկյանը և մեր անկախությունը հավերժ ընկերներ, դատավճռով։ Նրա բացատրածից Մարգարիտ Սարգսյանը եզրակացրել է, անկախությունը պետք է սիրել, ինչպես ծնողին, որին չեն ընտրում։